Եթե որևէ հանցանք եւ մեղք վերագրվում է որևէ եկեղեցականի, այն պետք է ներկայացվի համապատասխան ատյաններին եւ այնտեղ այդ հարցը քննության է առնվում եւ համապատասխան որոշում կայացվում։ Սա է սկզբունքը։ Որևիցե առումով ես ճիշտ չեմ գտնում, որ եկեղեցականները առանցին մեղադրանքների պետք է անդրադարձ կատարեն, պետք է պատասխաններ հնչեցնեն եւ այլն։ Մեկ ատյան կա։ Դա եկեղեցական ատյանն է, որտեղ եկեղեցականը բոլոր հարցերին կպատասխանի։ Լինեն դրանք արդար, թե զսպարտչական։ Եվ այդ ատյանը կորոշի իր մոտեցումը տվյալ անձի վերաբերյալ եւ նրան վերագրվող զանցանքների առնչությամբ։